Ես Միքայելն եմ, 18 տարեկան, Ստեփանավանից եմ, սովորում եմ Հայաստանի Եվրոպական համալսարանում, միջազգային հարաբերություններ բաժնում, հեռակա եմ սովորում, համայնքում ակտիվ երիտասարդ եմ, մասնակցում եմ տարբեր ծրագրերի, ես եմ կազմակերպում ինչ-որ տարբեր ծրագրեր երիտասարդների համար, նպատակ ունենալով նոր երիտասարդների ներգրավենք մեր համայնք, միևնույն ժամանակ փորձում եմ տարբեր իվենթներ կազմակերպել եւ այլն, որպեսզի մարդիկ իրարից շփվեն, կարողանան նոր կապեր ձեռք բերել եւ այդպիսով ակտիվանա Ստեփանավան համայնքը։ Մեր թիմի համար շատ կարեւոր է տվյալ կետը, որ մեր երեխեքը, մեր երիտասարդները արդեն ցանկանում են որևէ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորեն, որ արտասահմանյան համալսարաններ դիմեն, տվյալ network-ը մենք արդեն ստեղծել ենք երիտասարդների համար, ունենալով տարբեր համայնքային այցեր եւս, երեխեքը շփվելով նոր երիտասարդների հետ, իրենց ավելի են մոտիվացնում, իրենց առջև նպատակ դնում, որ որևէ կետի հասնելու շնորհիվ նրանք կարողանան եւս ինչ-որ իվենթներ կազմակերպել եւ այլն։ Երիտասարդները չունեն շատ հնարավորություններ աշխատելու, միևնույն ժամանակ նրանք ցանկանում են համատեղել եւ ուսումը եւ աշխատանքը, բայց իրականում մի կողմից բարդ է լինում երիտասարդների համար, քանի որ նրանք գնում են քոլեջ կամ դպրոց, դրանից հետո ինչ-որ պարապմունքների աշխատանքի երիտասարդները մի կողմից կամ գերադասում են աշխատանքը, կամ գերադասում են ուսումը։ Կիսատ են թողնում ուսումը կամ կենտրոնանում են ինչ-որ աշխատանքի վրա, իհարկե այդ աշխատանքի միջոցով են ուժեղանում եւ զարգանում, բայց միևնույն ժամանակ բաց են թողնում տվյալ ուսման գիծը, որը նրանք մինչև այդ ցանկանում են, բայց նման խնդիր ունենք երիտասարդների մոտ, որ չունենք նման շատ հնարավորություններ երիտասարդների համար, որպեսզի նրանք աշխատեն, իրենց սեփական գումարն ունենան, օրինակ մեր երիտասարդների հետ որ շփվում ենք, հասկանում ենք, որ նրանք ինչ-որ հավես սրճարան կամ ինչ-որ գրքային հավես տեղ են, օրինակ երիտասարդ ժամանցային, երիտասարդական կենտրոնը կա, բայց երիտասարդական կենտրոնն ու իր հիմնական աշխատանքը, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ երիտասարդները նաև ցանկանան լինի որևէ ինչ-որ սրճարան, գրքերով, որ կարող են գնալ, նստել, թեյ խմել, իրենց գործերն անել, այդ ամեն ինչ կարող են անել նաև երիտասարդական կենտրոնում, բայց սրճարան օրինակ եթե լինի ինչ-որ փոքր մենք ունենանք, նաև հենց երիտասարդները կարող են աշխատել հենց այդ սրճարանում եւ երկուսը մեկում մենք կարող ենք այսպես ասած համատեղել։ Մեծամասամբ որ նայում են երիտասարդների շրջանում ցանկանում են գնալ մայրաքաղաք, ինչը շատ մեծ խնդիր է, որովհետև ցանկանում են, քանի որ այնտեղ հնարավորություններ ավելի շատ են աշխատելու նաև ճկուն գրաֆիկով եւ այլն, երիտասարդները գերադասում են գնալ մայրաքաղաք, իրականացնում են տարբեր ծրագրեր, երիտասարդների մոտ են մոտիվացիան են ոնց որ ուժեղացնում, որ իրենք մնան իրենց համայնքում կամ եթե գնում են սովորելու, կապը չկորցնեն իրենց համայնքի հետ, կարող են իրենք գնալ աշխատել որևէ ուրիշ քաղաքում, հենց օրինակ մայրաքաղաքում, բայց իրենց կապը չկորցնեն համայնքի հետ եւ կարող են հեռավար ինչ-որ տարբեր գործեր իրականացնել համայնքի համար։ Մեծամասամբ որ նայում են երիտասարդների մոտ այն միտքն է, որ սովորելուց հետո գանք աշխատենք, կամ հենց իրենցը ստեղծեն, կամ հեռավար աշխատեն, ստեղ ապրեն ու որևէ ինչ-որ փոքր կենտրոն ստեղծեն, հենց իրենց սեփական կենտրոնն ունենան, կամ որևէ կրթական կենտրոն կարող է լինել, ժամանցային կենտրոն կարող է լինել, որ երեխաները իրենց մեջ զարգացնեն այդ ճյուղը։ Ես օրինակ լինելով հեռակա սովորող ուսանող, իմ համար հաճելի է լինել իմ համայնքում, համատեղել եւ ուսումս եւ այստեղի ակտիվ կյանքը։ Ուզում եմ ամեն ինչ անեմ, որ իմ օրինակը ոնց որ մյուսների համար վարակիչ լինի, որ իրենք էլ կարող են օրինակ սովորել հեռակա, մնալ իրենց համայնքում։ Ես ճիշտ հասկացա, դուք ձեր ապագա Ստեփանավանի հետ եք կապում։ Սիրում եք Ստեփանավանը։ Շատ եմ սիրում Ստեփանավանը, իմ ապագան նաև կապում եմ Ստեփանավանի հետ։ Եվ քանի որ որպես ապագա մասնագիտություն ուզում եմ ուսուցիչ լինել, ինչու՞ չէ, հենց կարող եմ համայնքում ես աշխատում եմ որպես ուսուցիչ, ունենում եմ իմ սեփական կրթական կենտրոնը, որտեղ եւ պարապմունքներ իրականացվեն եւ տարբեր ծրագրեր իրականացնեն եւ այո, ես իմ կյանքը ստեղ եմ պատկերացնում։ Քանի որ ասացիք, որ ուսուցիչ եք ուզում ապագայում դառնալ, ես չգիտեմ, ես նոր չափորոշիչներին ծանոթ եք, հասցրել եք ծանոթանալ, ի՞նչն է դրանց մեջ ձեզ դուր գալիս, ինչը դուր չի գալիս։ Գրքերի մեջ ինֆորմացիան ավելի է կրճատվել, ինչի իրական շատ վատ է ինձ համար, բայց երիտասարդները պետք է աշխատեն թիմային,
դասագրքի մեջ տարբեր վարժությունները հենց դրա հիման վրա են ստեղծված։ Դեռ ընթացքի մեջ է, ես դեռ ուսումնասիրում եմ տարբեր նաև ցածր դասարանի նախկին դասագրքերն ու Հա, նոր դասագրքերը փորձում եմ հասկանալ իրենց տարբերությունը ինչումն է կայանում եւ ինչ չկար նախկին դասագրքերում, որ կա նոր դասագրքերում եւ հակառակը։ Եվ ինչ չկար, եւ կա որն է կարեւոր, որ բացակայում է նոր դասագրքերը։ Նոր դասագրքերի մեջ ինձ թվում է ինֆորմացիայի պակասն է քիչ։ Օրինակ մենք սովորում ենք օրինակ դասը սովորում ենք 3 edge դաս, բայց ներկայիս դրքերում 1.5 edge է օրինակ տվյալ դասը, ինչի իրականում հասկանում ենք, որ դա ինֆորմացիան կրճատել են մենք ավելի շատ բան են ոնց որ սովորում, բայց միևնույն ժամանակ ուսուցիչները տարբեր խաղերի միջոցով, քվիզների միջոցով, տարբեր խմբային աշխատանքների միջոցով երեխաների մոտ կարողանում են այդ ճյուղը զարգացնել, որ երեխաները ինքնուրույն մտածեն, ինքնուրույն վերլուծեն եւ կարողանան հստակ որևէ պատասխան տալ տվյալ դասի վերաբերյալ օրինակ։ Որպես ակտիվ երիտասարդ կենտրոնում ներքաղաքական կյանքի հետ կապված բանավեճեր, քննարկումներ ունենում փորձում ենք բոլորս հեռու մնալ այդ քաղաքական թեմաներից, որովհետեւ մենք դեռ երիտասարդ ենք, իհարկե ամեն ինչ մեզնից է կախված ներկա պահին, այդ փոփոխությունները, որը կբերենք մեր համայնքներ, բայց միևնույն ժամանակ մենք փորձում ենք որոշ չափով հեռու մնալ քաղաքական ոլորտից, որովհետև ցանկանում ենք դեռ մենք մեր երիտասարդական կյանքը ստեղ ուժեղացնենք։ Ինչ է ձեզ համար հայրենասիրությունը։ Եթե դու սիրում ես քո համայնքը եւ իրականացնում ես որևէ լավ բան քո համայնքի համար, դա ինձ համար արդեն հայրենասիրություն է, որովհետև հայրենասիրությունը չի սկսվում եւ վերջանում որևէ խոսքեր ասելով կամ մեկլանաբանություններ թողնելով, իմ համար հայրենասիրությունը որոշվում է գործողությամբ։ Մարդը կարող է ունենալ բավարար ֆինանս, բայց նույնիսկ աղբ թափելով, համայնքի աղբը թափելով աղբաման մեջ, դա եւս հայրենասիրության դրսևորում է ինձ համար։ Ձեզ համար հայրենասիրության խորհրդանիշը լավագույն կերպարը ով է։ Վստահ եմ նաև շատ գրքեր եք կարդացել, քանի որ ուզում եք հենց մանկավարժության ուղղությամբ գնալ։ Ով է այդ հերոսը, կերպարը, մեր պատմական հերոսներից ում կառանձնացնել։ Իրականում չեմ կարող պատասխանել, որովհետև ինչ որ տվյալ թեմայով շատ չեմ մտածել։ Հիմա չեմ կարող պատասխանել, բայց կմտածեմ այդ ուղղությամբ, որտեղ իրոք հետաքրքիր հարց էր, թող ինձ համար որպես հայրենասիրության կերպար